Նա Ալեն Պրոստն է, արմատներով հայազգի ավտոարշավորդ, որը Ֆորմուլա 1-ի ամենամահաբեր ժամանակաշրջանում կարողացել է 4 անգամ դառնալ աշխարհի չեմպիոն եւ ընդհանուր առմամբ հաղթել է անհավանական 51 Grand-Prix-ում։ Տարիներ հետո միայն այդ ռեկորդը պետք է գերազանցեր լեգենդար Միխայել Շումախերը, որը եղել է Պրոստի մրցակիցների շարքում այնպես ինչպես լեգենդար Այրտոն Սենան։ Իր 199 մեկնարկներից 106-ում Ալեն Պրոստը կանգնել է պատվոհարթակին։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր երկրորդ մրցավազքում նա լավագույնների թվում էր։ Նրան անվանում էին պրոֆեսոր, քանի որ Պրոստը բոլիդը վարում էր ոչ թե էմոցիաներով կամ ռիսկով, այլ վիրաբուժական ճշգրտության հաշվարկով։ Պրոստին մինչև օրս պատկանում է մի ռեկորդ, որը որևէ մեկը չի կարողացել գերազանցել։ Նա հանդես էր գալիս Ֆրանսիայի դրոշի ներքո եւ տնային Ֆրանսիայի Grand-Prix-ներում հաղթել է ռեկորդային 6 անգամ, ընդ որում դա արել է 3 տարբեր թիմերի բոլիդներով։ Սեփական ուղեղի եւ կատարյալ մարտավարության շնորհիվ Ալեն Պրոստը իր մրցակիցներին հաղթում էր մինչև Grand-Prix-ի մեկնարկը։